Ազգային ժողովում փոխոսնակի ընտրության հարցը հերթական անգամ վերածվեց իշխանության եւ ընդդիմության միջև սուր քաղաքական դիմակայունության։ Օրակարգում ԿՊ-ի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրությունն էր, սակայն քննարկումները շատ արագ դուրս եկան այդ շրջանակից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց Ալեքսանյանի սկզբունքայնությունն ու քաղաքական ճանապարհը, վստահություն հայտնելով, որ Ալեքսանյանը կարող է արդյունավետ աշխատել ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Սակայն ելույթների առանցքում ոչ թե թեկնածուի որակներն էին, այլ փոխադարձ մեղադրանքները։ Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանեց Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի նախորդ օրվա հայտարարություններին։ Նա պնդեց, որ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվության հարցում նախկին իշխանություններից խուսափել հնարավոր չէ, հիշեցնելով փաստահավաք խմբի զեկույցները, Միեդի արձանագրումներն ու 0038 գաղտնի հրամանի մասին հրապարակումները։ Եկեք հասկանանք ոնց է այդ դեպքերը տեղի ունեցել, որ կապվում է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլ իր անձի հետ։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց փետրվարի 23-ին առնչվում է մի իրողության հետ, որ մոտ է երկրի ներսում հեղափոխական իրավիճակի։ Հրավիրում է զինված ուժերի ղեկավար կազմին, որ ինչի մասնակցի միայն Մանվել Գրիգորյանը, եւ այնտեղ բոլորին այսպես իր ոճով թափ է տալիս եւ տեղնադնում, ասում է, որ գնացեք եւ այլևս ձեզ չտեսնեմ, չգիտեմ, երկապահի կառույցում, եւ նրանք բոլորը երկապահի անդամներ են եղել։ Ինչպես նաև մեր գործընկեր Սասուն Միքայելյանը, որը նաև падգամավոր էր, որին նաև բռնեցին հենց այստեղ, ազգային ժողովի որոշման արդյունքում։ Եվ դրանից հետո ծնվում է 0038 հրամանը խիստ գաղտնի, որը փաստավակ խմբի ձեռքին հայտնվելուց պարզ դարձավ, որ այդ խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք։ Մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն։ Պատգամավորը նաև պատմական անդրադարձ կատարեց, հայտարարելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին Հայաստան էր հրավիրել Ղարաբաղյան կարգավորման նպատակով, սակայն իր գնահատմամբ առաջնային դարձավ իշխանության պահպանումն ու ամրապնդումը, ոչ թե խաղաղության գործընթացը։ 99 թվական փետրվար Արսուն Մարգարյան։ Գիտեք ոնց, մեկ էլ պարզվում է դրանից առաջ շատ տրամաբանված Աղբան Հովսեփյանին Ռոբերտ Քոչարյանը սկզբից ստանում է քննչական մարմնի ղեկավար դատախազության, հետո երբ որ արդեն իշխանությունը բավարար էր նրան գլխավոր դատախազ նշանակում է եւ տեղի են ունենում այս սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ։ Հետո կանդրադառնում հոկտեմբերի 27-ին։ Փաթեթավորումը ո՞րն էր։ Խորխորնու սպանությունը այդպես էլ չմնաց բացահայտված մինչև վերջերս, բայց պարզվում է 98 թվականին մինչև հոկտեմբերի 27-ը սպանողները ձերբակալված են եղել, գաղտնի պահվել են եւ հետո հոկտեմբերի 28-ից հետո նրանք բարեհաջող հայտնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հարցը չի առաջանում։ Այդ ոնց։ Քննարկումն այնուհետև շարունակվեց արդեն Երևանի մանկապարտեզների թեմայով։ Իշխանական падգամավորները հերթական անգամ մեղադրեցին նախկին իշխանություններին մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացի համար։ Ավան առինջ թիվ 7 մսուր մանկապարտեզի շենքը տրվում է վարձակալությամբ ու գիտեք ինչ գրասենյակային տարածքներ են այնտեղ ովքեր են գրասենյակային տարածքներ վարձակալում։ Գազպրոմ Արմենիան, ԵԿՄ ժամանակին էս Տարուն Մարգարյան տարիների մասին եմ խոսում, ՕԵԿ, ՀՅԴ, հարցրեք ինչ են, ոնց որ չեն նեղվել, որ մանկապարտեզի տարածք են վարձակալել։ Մինսկի փողոցում գործող մանկապարտեզը 2010 թվականին նոտարվել է Հայ-ռուս գազարտին։ Ներսիսյան մեկ հասցեում գործող մանկապարտեզը վաճառվել է 2003 թվականին։ Նրանք հիշեցրին Երևանի ավագանու քննիչ հանձնաժողովի աշխատանքը եւ հայտարարեցին, որ վերջին տարիներին մայրաքաղաքում հիմնանորոգվել կամ նորոգվել է 43 մանկապարտեզ։ Ընդդիմությունն իր հերթին հակադարձեց իշխանությանը, բարձրացնելով անվտանգային հարցերը, ինչից հետո դահլիճում մի քանի անգամ իրադրությունը լարվեց։ Պատգամավորները տեղերից ընդհատեցին միմյանց, հնչեցրին անձնական բնույթի կոշտ հայտարարություններ, իսկ վիճաբանություններից մեկի ընթացքում Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը։ Քննարկվեցին նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը։ Արման Եղոյանը խոսեց տարածաշրջանային անվտանգության եւ Ռուսաստանի դերակատարության մասին, նշելով, որ Մոսկվայի տեսանկյունից Հարավային Կովկասում Հայաստանի համար սահմանված դերը չի ներառում Իրանի եւ Վրաստանի հետ խնդիրներ ունենալը։ Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած Հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպետք է ունենանք Իրանի ու Վրաստանի հետ խնդրեմ ունենալ։ Դրա համար դուք մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, իսկ դուք այլ պատճառով չեք ասի, որովհետև դա այդ ճարտարապետության մասը չի։ Իսկ Թուրքիայի հետ խնդրեմ, ինչ ուզում ես ասա,
Հետո իրանք կգան կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մենք բերենք ՏՏՏ մասնագիտականներ, են։ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե քանի դեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն, այդ երկրները շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության սպառնալիքներ։ Նա նաեւ մեղադրեց ընդդիմությանը սպառնալիքների թեման քաղաքական նպատակներով շահարկելու համար։ Ձեր հարցի պատասխանն է հետեւյալը։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դեռևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան եւ հարևանի հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է։ Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է։ Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել։ Դուք տեսնում եք սպառնալիք եւ որոշում եք կթել այդ սպառնալիքը։ Պատգամավոր Արայիկ Հարությունյանն էլ կոչ արեց ընդդիմությանը ի վերջո քաղաքական պայքարը տեղափոխել գաղափարների դաշտ, հայտարարելով, որ իշխանության փոփոխությունը պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ քաղաքացիների վստահության արդյունք։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News Ազատ լուրեր։